Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ, հարգելի գոլեգաներ, անցյալ շաբաթը մեզ բավականին էմոցիաներ բերեց խորհրդարանական կյանք և ուզեի մի փոքր անդրադարձ կատարելով գալ այսօրվա։ Նախ ասեմ, որ մարդիկ, ովքեր սեփական անկարևորությունը բարձրացնելու համար ուզում են կարևորում մեծ մարդկանց անուններ տար, երբեք դա իրենց չի հաջողվում ուրիշների հաշվին իրենց ոչինչ լինելը բարձրացնելը։ Հետևաբար, երբ որ մենք մեջբերումներ կամ օրինակներ ենք բերում, պիտի աշխատենք մեր հագնուգյորը այդ օրինակները բերենք, որ հետո հանկարծ մենք առողջական խնդիրներ չունենանք։ Ուրեմն մենք այստեղ բարեկրթության մասին խոսում ենք, բարեկրթությունը սահմանել ենք մեզ համար նորմ, բայց կարծես թե բարեկրթությունը այս վերջին օրերին դառնում է արտարժույթ, ապրանք, որը մեկս մյուսից վրա ցանկանում ենք վաճառել կամ օտարել։ Եվ այդ բարեկրթությունը իբրև թե դիտվում է գթասրտություն, չգիտեմ, ինչ-որ մեկի բարի կամքի արտահայտություն։ Այստեղ ընդամենը, որպեսզի մեր ընտրողները, մեր հասարակությունը ու նաև պատգամավորի էթիկայի կանոնները սահմանադրական օրենքներով սահմանված մենք իրականացնենք, այստեղ, չգիտեմ, ջենտլմենական ասեմ, ինչ ասեմ, պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որպեսզի մենք կարողանանք ընդհանուր առմամբ չազդենք մեր հասարակության, առանց այդ էլ ցածր մեդիա կրթական որակի և ընդհանրապես քաղաքական խոսքի ցածր մակարդակի վրա։ Եվ երբ ինչ-որ խոսույթների բան, մենք այստեղ հայտնվում ենք տերն ու ծառայի կարգավիճակում, աղան կարծես սկսում է բարկանալ մեկս մյուսից նկատմամբ, այս ոնց որ սահման ենք անցնում, չէ, եթե ընդհանուր կանոններ ենք սահմանել, այդ սահմանները աշխատում ենք պահել, մեկ երկու սուր ելույթներ ձեր կողմից, մեր կողմից, մյուս կողմից կարան լինել և դա ամենևին չի նշանակում, որ դա պիտի ինչ-որ էմոցիոնալ մեծ ալիքներ առաջացնի և այլն և այլն։ Ու մանավանդ, երբ որ նախագահությունում նստած մարդիկ փոխանակ կրքերը հանդարտեցնեն, փոխանակ կարողանան իրենց այդ բարձր ամբիոնից իջնեն մի քիչ էլ հողի վրա մարդկանց հետ շփվեն, մի բան էլ ոչ օրինական լեքսիկա են այստեղ օգտագործում և սպառնում են պատգամավորներին այստեղից կամ այնտեղից դուրս շպրտել, որը բացառապես ոչ միայն խորհրդարանական, այլ նաև հակաօրինական խոսույթ է։ Այստեղ ոչ մեկ ոչ մեկին չի կարող ոչ դուրս շպրտել, որ ներս բերել, կներեք այստեղ ոչ մեկի պապի կարտոլատեղերը չի, որ մեզ հրավիրեն կամ դուրս անեն կամ ներս անեն։ Հետևաբար բերեք մնանք ոչ միայն բարեկրթության, այլ նաև օրինականության սահմաններում։ Ինչ վերաբերում է վերջին շաբաթվա ընթացքում հանձնաժողովի նախագահների փոխխոսնակի ընտրության, այստեղ կարծես մեզ պարտքով ինչ-որ ընտրություն է առաջարկվում կամ, չգիտեմ, գթասրտության կամ բարեգթության դեմարշներ են, բնականաբար։ Մենք եկել ենք խորհրդարան, մենք հասկանում ենք թե Հայաստանի սահմանադրության էությունը, թե մեր օրենքների էությունը և բացառապես օրենքի շրջանակներում, սահմանադրականության շրջանակներում մենք առաջարկել ենք թե փոխխոսնակի, թե հանձնաժողովի նախագահների թեկնածուներ և բնական է մենք նաև ուժերի հարաբերակցությունը ներկա պահին հասկանալով, երբ որ առաջարկում ենք հանձնաժողովի նախագահ կամ փոխխոսնակ, բնականաբար նաև ակնկալում ենք մեծամասնության ձայների քվեն, բայց դա չի դիտվում ոչ մեր նկատմամբ սիրո, ոչ գթասրտության, այլ ընդամենը ձեր քաղաքական կամքի և սահմանադրական օրենքների հարգելու գործառույթ։ Բացառապես այսքանը, բնականաբար մարդիկ, ովքեր որ թեկնածություն են ներկայացված, գուցե իրենք ավելի պարզ, ավելի ուղիղ չեն ասում, իհարկե, եթե առաջադրվել է մարդը, ակնկալում է նաև մեծամասնության և այստեղ քաղաքականության մասին է, թե թեկնածությունները, թե թեկնածուներին տրվող հարցերը և այստեղ ոչ թե մասնագիտական, նեղ մասնագիտական, այլ ընդամենը կազմակերպական և ընդհանուր քաղաքական մասին է և ամենևին ու բացառապես կարևոր չէ, թե թեկնածուն որքանով է համաձայն ներկայիս կառավարության որդեգրած
այս կամ այն ճյուղում ունեցած վերաբերմունքին։ Բնականաբար, այստեղ քաղաքական տարբեր բևեռների մարդիկ են հավաքվել եւ ամենևին կարևոր ու պետք չէ, որ հակառակ թևի, ընդդիմադիր թևի թեկնածուն լինի կառավարության գծի մեջ։ Կարևոր է, որ այդ քաղաքացին թեկնածուն լինի սահմանադրականության, պետականության գծի մեջ եւ որով էլ մենք շարժվում ենք թեկնածուներ առաջադրելիս։ Ինչ վերաբերում է Դավիթ Ղազինյանի թեկնածությանը, եթե ազգային ժողովը իր հանձնաժողովներ կազմավորելիս խորհրդի մեջ կոմպետենտ մարդիկ ունենալիս հաշվի առնում մարդկային որակները, մասնագիտական որակները, սկզբունքայնությունը, ապա բնականաբար եւ աներկբա պիտի իրենց ձայնը տան Դավիթ Ղազինյանի պես մարդկանց, որովհետեւ ելի եմ ասում, այստեղ որևէ մեկը չի ուզում մտնել ոչ ձեր քաղաքական գծի մեջ, ոչ էլ դուք եք ուզում մտնել մեր քաղաքական գծի մեջ, այստեղ խնդիրը սկզբունքների մասին է, այստեղ խնդիրը քաղաքական կամքի դրսևորման մասին է եւ բերեք մեկս մյուսից ոչ պարտքով ձայն տանք, ոչ ավանսով ինչ որ մեկս մյուսից նկատմամբ ունենանք, չգիտեմ ինչ կոմպլեքսներ։ Այստեղ խոսում էիք ու նախ շատ ուրախ եմ, որ Դավիթ Ղազինյանին այս 2-3 օրվա ընթացքում ընդամենը հարցեր են տրվել վերջին 1 տարում չարչրկված հեծի թեմայից, որպեսզի իշխանությունը, կառավարությունը ապօրինի գույքի խլման գործընթացը բերի հանրային ընկալման դաշտ, հարցերը տրվում են ինչ որ հեծի հետ կապված եւ այլն, հեծի թեման այնքան շահարկվել, այնքան տարբեր ինստանցիաներով անցել է, որ Դավիթ Ղազինյանը բնականաբար պատրաստ էր թե հեծի թեմայով իրեն ուղված բոլոր հարցերին եւ ես կուզենայի, որ որպես նաև տեղական ինքնակառավարման մարմինները համակարգող, բնապահպանության ոլորտը համակարգող հարցեր տրվեին նաև այդ ոլորտներից։ Բնականաբար մեր թիմը կարող է եւ այդ ընթացքում, երբ որ Դավիթ Ղազինյանը կլինի հանձնաժողովի նախագահ, համոզված եղեք, որ պետականության, սահմանադրականության, տեղական ինքնակառավարման մարմինների, չգիտեմ, բնական ռեսուրսները համակարգող օրենքների շրջանակներում մենք կարողանանք մեր եկերոջը տարաբնույթ օրենսդրական նախաձեռնություններով այդ հանձնաժողովը այնպես ծանրաբեռնել, որ ազգային ժողովը գուցե մի նստաշրջան զբաղվի զուտ այդ թեմաներով։ Ես ուզում եմ, որ էլի մեկ անգամ եւս ասեմ, որ այստեղ ազգային ժողովը զուտ անձնական վիրավորանքների, մեղադրանքների, մեկս մյուսի նկատմամբ ինչ որ մաղձի ու սուր սրամիտ երևալու վայրը չի, որովհետև հասարակությունը մեզանից ունի ակնկալիքներ, հասարակությունը մեզ այստեղ ուղեգիր է տվել ոչ թե մեկս մյուսի նկատմամբ առավելություն արձանագրելու, այլ մեր ժողովրդի, մեր երկրի կյանքը դեպի դրական փոփոխություններ տանելու ուղղությամբ։ Շնորհակալություն։